Խաղաղության պայմանագրերը հաճախ չեն գործում առանց ուժային բալանսների։ Եթե պետությունը չունի այդ բաղձալի խաղաղությունը պահող զսպող գործոն, կուլ կգնա։ 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմները, ինչպես նաև փոքր պետությունների վերացումը կամ օկուպացիան հիշեք Լեհաստանը, Բալթյան երկրները, Հայաստանը տարբեր դարաշրջաններում ցույց են տվել, որ անպաշտպան մնացած պետությունները հեշտությամբ դառնում են ագրեսիայի զոհ։ Եթե ուզում ենք իրական խաղաղություն, իրական անկախ Հայաստան, ապա պիտի դեն շպրտենք ինքնախապեյության շղարշը։ Պիտի քաջություն ունենանք խոստովանելու, որ մեր լռությամբ շարունակում ենք խորտակել մեր երեխաների եւ հայրենիքի ապագան, որ ստի եւ կեղծիքի այս միջավայրը մեզ պարտադրել են եւ մենք դա կամավոր չենք վերցրել։ Ուստի եւ ստրուկ չենք, որպեսզի հլու հնազանդ ենթարկվենք սրանց այս իշխանության թեթևաբարո որոշումներին, կամ որ ավելի վատն է, ազատ ստրուկ չենք, որ սեղանների շուրջ հայրենասիրական թունդ կենացներ ենք ասում, բայց իրական կյանքում վախկոտ նապաստակներ դառնում։ Հայրենիքի այս ավազակների, այս գողերի դեմ պայքարի մի քանի ձև կա, որոնք փորձել են քիչ թե շատ արդյունք գրանցել ենք, բայց մեծ հաշվով դեռ հաջողության չենք հասել։ Մենք ազատվելու ենք չարիքի իշխանության պարտադրած կապանքներից։ Փշրելու ենք այդ կապանքները եւ խոստանալու ենք երբևէ չվերադառնալ նույն կետին։ Բայց դրա համար պիտի հավատանք, որ մեր փրկությունը գալիս է ոչ թե անձերից, ոչ թե օտար պետություններից, ոչ թե որևէ մեկի աջակցությունից, պիտի հավատանք, որ մեր փրկությունը գալիս է հոգևոր Հայաստանի գաղափարաբանությունից։ Նիկոլը հիմար չէ, որ չհասկանա, որտեղ է թաքնված իր իրական թշնամին։ Նիկոլի թշնամին իրեն ընդդիմացողը չէ։ Նիկոլի թշնամին մտքում, սրտում եւ հոգում արարատապահած հոգևոր հայն է, որը ժողովրդին դարձնում է ազգ։ Նիկոլը չի ուզում, որ մենք ազգ դառնանք, որովհետեւ այդտեղ իր անփառունակ մայրամուտի վտանգն է տեսնում։